երեքը ոնց որ ձիածան լինի։ Եթե նշանվագես ձիածանը կանհետանա։ Դուք կեստամ կամ ամայսիտ կեստամ կամ բաբիս կամ դադիս։ Իմ ճանապարհը կգտնեմ։ Դեպի կյանք։ Փոքրերի մեծ աշխարհն է։ Այնքան մեծ, որ ամեն մարդ իր համար հատուկ տեղ ունի։ Ով գոնե մեկ անգամ ասում է բարև եւ հարցնում ո՞նց ես։ Սակայն մեծ աշխարհում փոքրերը երբեմն փոքրիկ տեղեր չունեն, եթե շարքային չեն, սովորական չեն։ Ու փակվում են իրենց աշխարհում, սկսում նեղացնել դրա սահմանները։ Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդիկ ակամա մեկուսանում են արտաքին աշխարհից։ Միջավայրը անհարմար է, հասարակության միջև անջրպետը անհաղթահարելի, իսկ տեսականորեն բոլորի համար ամրագրված շատ իրավունքներ գրեթե միշտ անհասանելի։ Օրինակ, կրթությունը։ Այնինչ կրթությունը ոչ թե մենաշնորհ, այլ ցանկացած անձի զարգացմանը նպաստող միջոց է, անկախ ֆիզիկական կամ այլ խոչընդոտներից։ Որևէ կարգավիճակ չի կարող արգելք լինել մարդու կրթություն ստանալու համար։ Ինչու են օտարվում։ Դուրս մնում գործընթացից։ Ինչպես ապահովել կրթության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար։ Քաղաքակիրթ հասարակությունը պետք է կրթել, պետք է ստեղծել այդպիսի հասարակարգ, իսկ այդպիսի հասարակարգ կրթել համար պետք է սկսենք դպրոցից։ Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպությունն ու դպրոցական ծնող խորհուրդների անդամների ազգային ասոցիացիա հասարակական կազմակերպությունը կարևորում են կրթության հասանելիությունը։ Այս ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացրել։ Իսկ 2010 թվականին հուշագիր են ստորագրել Կրթության և գիտության նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի հետ Ֆրանսիական Կարիտասի ֆինանսավորմամբ իրականացվող հավասար կրթություն բոլոր երեխաների համար ծրագրի շրջանակներում։ Այն ըստ էության պատասխանելու էր հարցին, ինչպես ապահովել հատուկ կարիքներով երեխաների կրթությունը, միևնույն ժամանակ նրանց ինտեգրել հասարակություն։ Խնդրի լուծման բանաձևը ներառական կրթության հիմքում։ Ներառումը ենթադրում է բոլոր երեխաների համար հավասար պայմաններ ստեղծել կրթական գործընթացների մեջ ներգրավվելու, կրթություն ստանալու համար։ Տեսականորեն ներառականը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ։ Ներառական համակարգը ներդրվեց Շիրակի, Գեղարքունիքի մարզերի և Երևանի այն դպրոցներում, որոնք համապատասխան պայմաններ ու պատրաստակամություն ունեին։ Շատ խորքային մոդեցում ցուցաբերեցին, նախ ուսումնասիրեցին դպրոցների հնարավորությունները, կրթեցին այն ուսուցիչներին, որոնք այդ երեխաները պիտի աշխատանք տանեին, ներառական կրթության երեխաների բանկը ուսումնասիրեցին, ստեղծեցին այդպիսի բանկ, ստեղծեցին նաև իրավիճակներ, որտեղ այդ երեխաները իրենց պիտի դրսևորեն։ Հիմնական խնդիրը, որ պետք է հաղթահարեր ներառական կրթակարգը, ծնողների բարդույթն էր։ Ծնողները ճիշտ պատկերացում չունեն ծրագրի մասին։ Մեր աշխարհայացքը երևի թույլ չի տալիս, որ մենք գիտակցենք, որ երեխան պետք է կրթվի, ինչ խնդիրներ նա ունենա։ Դրա համար պետք է նախ ծնողը ինքը գա դպրոց, տեսնի, նախքան իրեն ինչ աշխատանքներ են տարվել, շփվի ծնողների հետ, դա շատ արդյունավետ է աշխատում, ավելի մեծ ազդեցություն է շատ դեպքերում գործում, քան երբ որ մասնագետներն են խոսում ծնողների հետ։
Համոզվեցի, որ ներառական կրթությունը ավելի ճիշտ տարբերակ է իմ երեխաների համար, քանի որ ներառական կրթությամբ դպրոցներում կան խմբեր, որոնք որ աշխատում են երեխաների հետ, որոնք որ երեխաների զուգահեռ դասարանական աշխատանքներին երեխաների հետ տանում են լրացուցիչ աշխատանքներ։ Նրանք մատուցում են սոցիալական, առողջապահական, կրթական, հոգեբանական ծառայություններ, ոչ միայն ներառված աշակերտներին, այլ դրական կողմը այն է, որ մենք աշխատում ենք ամբողջ դպրոցի կդրվածքով բոլոր աշակերտների հետ։ Ինչ դեր է ստանձնում ներառական կրթություն ասվածը երեխայի կյանքում։ Սա հասկանալու համար պետք է պարզապես քայլել նրանց հետ։ Տեսնել ու զգալ, թե ինչ դժվարություններ են հաղթահարում ծնողներն ու երեխաները, ինչպես են հատում կարծրատիպերը եւ ինչ ջանքերի գնով քայլ անում դեպի իրականություն։ Ինչի դուր։ Տուն ես նկարել։ Սալորը։ Հա, եղավ, ապրիս, լավ է։ Երբ որ Ռոբերտը 6 տարեկան էր, 6 տարեկան հասակում մենք ծնողները որոշեցինք, որպեսզի ուշացնենք դպրոցի հարցը, զուտ կապված նրա ֆիզիկական խնդիրների հետ։ Այսինքն մտածեցի ավելի լավ է նա ֆիզիկապես պատրաստ լինի, որպեսզի կարողանա նստել, կարողանա ինքնուրույն օգտվել գրքերից, տետրերից, գրչատուփից։ Հիմա գնում ենք դպրոց, 7-րդ դպրոցում է սովորում, առաջին դասարան։ Երեխան, որը գալիս է դպրոց դժվարությամբ, ֆիզիկական դժվարություն կրելով, ինքը հոգեպես իրանության մեջ է։ Դպրոցը շատ կսիրեմ, որովհետև տարեր կսովորենք, գրավոր կգրենք, կարտանք Կարճ է դուրալի, կարծես։ Ես բազմաթիվ հարցեր եմ տվել Ռոբերտին, հարցրել եմ, թե դու ուզում ես գալ դպրոց, թե ուզում ես տանը մնալ։ Չէ, կուզեմ որ դուրս գամ, տունը չմնամ, ավելի շատ դպրոց գամ։ Նույնիսկ մտքերը։ Բավական է մեկը մտածել։ Առաջին քայլն արված է, իսկ առջևում տևական աշխատանք է дեպի ինտեգրում։ Եվ сա հավասարապես առնչվում է բոլորին՝ ուսուցիչ, աշակերտ, дасынкер։ Приходится много читать, много узнавать, потому что, в общем-то, в общеобразовательной школе для учителей это трудность, так как специальные требуются навыки и специальные методы. Ադապտացիան լինում է եւ ուսուցիչ աշակերտ հարաբերության մեջ եւ աշակերտ հարաբերության մեջ։ Եվ կարող եմ ասել, որ ինձ համար հոգեբանական մի շատ դժվարին շրջան եղավ առաջին միգուցե 2 ամիսները։ Սիրանուշ, դու տեսել ես մի այլ մոլորակային, ինչ կասես այդ պայքամ, ինչ կմտածես ավելի ճիշտ։ Արդեն երևի 1 եւ ավելի ամիս անցել էր ու ստեղծվեց արդեն այն մթնոլորտը, որ ինքս սկսեցի գոհ լինել իմ աշխատանքից եւ բավարարված գալ ինձ։ Անմիջապես գրվում էր ցուրտ է շատ ցուրտ։ Ներառական կրթությունը ոչ միայն հնարավորություն է ստանալու կյանքի համար այնքան անհրաժեշտ գիտելիքների պաշար, այլև առավել մեծ խնդիր է լուծում։ Այն ուղի է դեպի կյանք, դեպի մարդ, դեպի հասարակություն։ Այն յուրաքանչյուր երեխայի վաղ տարիքից ձերբազատում է մեկուսացված մեծանալու բարդույթից։ Շատ կարևոր է ոչ միայն գիտելիք տալ մարդուն, այլ նաև ապրելու հմտություններ, միմյանց հետ շփվելու
հմտություններ։ Պիտի նույն պոզայով այդպիսի բարես, որ վերջանում ես բարես, փակի։ Հետաքրքիր այլակերպում ոչ միայն ներառվող երեխաների, այլև համադասարանցիների մոտ։ Բոլորովին այլ աշխարհ, ավելի բարի, հանդուրժող, հոգատար։ Դասընկերները շատ լավ են վերաբերվում մեր երեխաների ներառված, երբ որ նկատում են, որ երեխան ինչ-որ խնդիրներ ունի, բոլորը պատրաստակամորեն օգնում են տվյալ երեխային։ Մենք շատ ուրախ ենք անցկացնում բոլոր մեր օրերը եւ օգնում ենք միմյանց դասերին։ Դասիկ գրում եք, տարեր եք սովորում, հատուկ գումարով եք գրում։ Ինձ համար շատ լավ ընկեր է։ Ես նրան շատ եմ օգնում։ Ինքա անձի մաթիկ կուդա, ռեդինգ կուդա, սարիկ օգնում ենք Սիրանուշին, որ աստիճանները բարձրանա, իրերը օգնում ենք, որ հաներ վերև։ Я думаю, здесь наоборот, не трудности, а наоборот достоинство даже, я считаю, когда дети общаются и с особенностями в развитии, и те, которые мы называем здоровыми детьми. Շատ գեղեցիկ եւ հուզումնալ է լինում, թե ինչպես են օգնում, ինչպես են հասկանում, ինչպես են արձագանքում, ավելի լավ են արձագանքում, իմիջիայլոտ, քան մեծահասակները։ Դիմում էի որևէ մեկին, ասում էի դու ինձանից ավելի լավ կարող ես բացատրել եւ համոզել, թե նա ինչ պետք է անի այս պահին։ Եվ երեխաները, թե տղաները, թե աղջիկները մեծ սիրով իրենք էլ կարծես անցան մի դպրոց, երբ որ պետք է կարողանային դիմացինին համոզել, լինել համբերատար եւ լինել զիջող։ Այն դասարանում, որտեղ կա ներառականի երեխա, այդ երեխաները դասաները ավելի մեղմ են, ավելի հանգիստ են, ավելի մարդկային են, ավելի բարի են։ Շատ արագ դպրոցն ու դպրոցական ընկերները կյանքում ամենակարևոր տեղն են զբաղեցնում, դառնում իմաստ ու գունավորում փոքրիկ աշխարհը, առաջ մղող ուժ դառնում։ Առաջինը բոլորին օգնել, բոլորին պաշտպանել, բոլորին հավատալ, բոլորին սիրել եւ ոչ մեկին չնեղացնել։ Անկախ ֆիզիկական կամ մտավոր խնդիրներից, այս երեխաները որպես կանոն հարուստ ներաշխար ունեն։ Եթե հաղթահարում են սովորական կյանքի ռիթմը, հաճախ դառնում են առաջադեմ, ու բացի դպրոցական առօրյայից ընդարձակում հետաքրքրությունների շրջանակը։ Առանց երկի ոչ ման չի ծաղկի։ Ոչ մի ծաղիկ, ոչ մի խոտ, ոչ մի ծառ։ Ապրել շրջապատված ուշադրությամբ, սիրով ու ընկերներով։ Սա բոլորի ցանկությունն է, անկախ տարիքից ու կարգավիճակից։ Ներառական կրթությունը կամա թե ակամա այս հնարավորությունը տալիս է բոլորին։ Մեծ ուրախությամբ շփվում է դասարանի երեխաների հետ, դպրոցն է սիրում, երևի թե նաև ինձ։ Կյանքը բնականon ընթացք է բռնել։ Այն շարունակվում է ու խոստանում, որ չիրականացված երազանքներ չեն լինելու։ Այս երեխաները, որքան էլ խնդիրներ ունենան, ամենակարևորը արդեն հաղթահարել են։ Նրանք հասարակության փոքրիկ, բայց շատ կարևոր մասնիկն են։ Իրենց ներուժով, գաղափարներով, կյանքը ավելի լավը դարձնելու ձգտումով։ Որ ծնողների հետ համատեղ փորձում են հաղթահարել ոչ իրենց կամքով ստեղծված խնդիրները եւ առաջ գնալ։ Ռոբերտը, Ասիան, Սիրանույշը, Սամվելն ու էլի շատ երեխաներ արդեն իրենց նվիրական ցանկությունների իրականացման իրական հնարավորություններ ունեն։ Որոշել եմ, որ պետք է խանութի տնօրեն դառնամ, որովհետև որ մեր դարձալիկը հաշվարկներ կանեն։ Մեր հորքորի երազանքն է, վերս դառնամ բժշկուհի,
որ բոլորին բուժեմ։ Ամեն պատմություն իր հերոսն ունի։ Ամեն հերոս պատմության ավարտին հաղթանակ է տոնում։ Իսկ մինչ այդ հասցնում է կռվել չարի դեմ, բարության դաս տալ, անցնել դժվարությունների միջով, իսկ վերջում օրինակելի դառնալ։ Դասական բնորոշում է։ Կյանքում մի փոքր այլ է։ Ամեն պատմություն դարձյալ հերոս ունի, բայց մինչև հաղթանակ պարզապես էջեր չեն, այլ դժվարին ճանապարհ, որի ամեն հատվածում մեր հերոսները փոքրիկ, բայց վճռական հաղթանակներ են գրանցում։ Դանդաղ, բայց հաստատուն քայլ անում։ Քայլ առաջ դեպի կյանք։